գալիս է դաստեր։ Եվ ողջ պարքը քեզ ներդեր։ Գոհանում եմ քեզ անից Տեր, այսօրվա համար, այս հնարավորության համար, Տեր, որ հավաքվել ենք քո անունով Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը Տեր։ Խնդրենք, որ քո սուրբ հոգու ներկայությունը գա եւ բացի մեր սրտերը Տեր, որ գաս եւ կերակրես Տեր։ Քո սուրբ հոգով Տեր, հասցնես քո խոսքը մեզ Տեր։ Շնորհակալ եմ քեզանից Տեր եւ ամեն բան քեզնից թողնի Տեր։ Թանկ է քո սուրբ ներկայությունը Տեր։ Շնորհակալ եմ քեզանից այս հնարավորության համար Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը Տեր։ Քո սուրբ այունով թող մաքրվի Տեր։ Ամեն բան Տեր։ Եվ ամեն մեղք, ամեն սխալմունք Տեր։ Արժան արա Տեր։ Որ ներկա գտնվելով լսենք քո ձայնը Տեր։ Քո խոսքը հասնի մեզ Տեր։ Շնորհակալ եմ քեզ ես քո թափածայրան համար, քո մեծ զոհի համար Տեր։ Կերակրիր մեզ քո խոսքով Տեր։ Քո խոսքը գա Տեր։ Եվ ուշի մեր սրտերը Տեր։ Եվ ողջ պարտքը տալիս ենք քեզ։ Փառք քեզ, ամեն։ Փառք Տեր Աստծուն։ Փառք Տեր Տիրոջը, օգտված ենք փառաբանությունով Աստված Տեր ողջույն։ Իմ կարծը որ տանքի լավ խոսք ասակ ու կողքնից, ասակ դու ճիշտ տեղում ես, դու շատ ճիշտ ես արել որ եկեղեցի։ Իմ խոսքը պատգամս էսպես եմ ես վերնագրել բարի պատերազմ ու պատերազմները մենք գիտենք, որ պատերազմի մեջ լավ բան չկա, պատերազմը կռիվը, պատերազմ այրունը ովքեր որ կարդում են 5 կտակարանը, նրանք գիտեն, որ այդ խոսքը կարդալով ասում են այնտեղ շատ արյունահեղություն կա, դժվարություններ կա, խնդիրներ կա, պատերազմներ կա, բայց գիտես մի տեղ կար, որ իմ խոսքի մեջ ես որ կարդում էի ու հետաքրքիր ձևի մի բացվեց, որ նույնպես Աստվածաշունչը խոսում ասում որ կա բարի պատերազմ, մի քիչ հետո դրա մասին խոսենք Տիմոթեոսի 4:7-ում, բոլորդ կարդացել եք, ու պատերազմ կա, որ այսօր հոգևոր պատերազմի մասին եմ ես այսօր խոսում, այդ պատերազմը մերն է եւ մենք պետք է անցնենք այդ պատերազմով։ Ամենքս անցնում ենք մեր ճանապարհը, ամենքս քայլում ենք այդ ճանապարհով ու գիտես, եթե դու չպատերազմես, քո պատերազմը ոչ մեկ չի անելու։ Եթե դու չհաղթես, հաղթված կմնաս, պարտված կմնաս։ Առաջի թագավորաց 15-ի 1-ից մինչև 3 խոսքը ասում է եւ Սամուելը ասեց Սամուելին. Տեր ինձ ուղարկեց քեզ Իսրայելի վրա թագավոր օծելու եւ հիմա Տիրոջ խոսքի ձայնը լսիր։ Զորացները այսպես է ասում. Ես հիշում եմ, ինչպես Ամահեկը արավ Իսրայելին, որ նրա ճանապարհումը կտրեց, երբ որ նրա դուրս էր եկել Եգիպտոսից։ Մի քիչ այսպես բացեմ այս խոսքը ինչի մասին է, երբ որ Տիրոջ ժողովուրդը Իսրայելը, երբ որ Եգիպտոսում տանջանքի մեջ էր, ստրկության մեջ էր, եւ ինչ արեց, Մովսեսի ձեռքով նա հանեց իր ժողովրդին։ Աստված հանեց իր ժողովրդին։ Պատկերացնում ես տանջանքի մեջ, ստրկության մեջ, այդ ժողովուրդը դուրս է եկել, այդ չարչարանքից եւ պետք է քայլի Քանանի երկիրը եւ այդ ամաղեկը, այդ ամաղեկացիներն էին դառնալ երկիրը, մի ժողովուրդ է, եւ այդ երկրի ժողովուրդը հարձակվում է եւ ասում չթողեց եւ կտրեց Տիրոջ ժողովրդի ճանապարհը։ Եվ գիտես, Տիրոջ խոսքի վրա հետաքրքիր մի բան կա։ Ես հիշում եմ, ինչպես կտրեց նա քո ճանապարհը։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ մենք Աստված մեկ ազատ արել այդ տանջանքից, մեղքերից, անեծքից, երբ որ մենք ազատ ենք արել, շատ ժամանակ չարը արգելք կա հանդիսանում, երբ որ դու որոշում ես կայացնում, որ պետք է քայլես ազատություն, գիտես քո հենց որոշման ժամանակ քեզ շատ ու շատ նեղություններ են դուրս գալիս։ Հենց որոշում ես արդեն սուտ չխոսես, արդեն գալիս է այդ խնդիրը, հենց որոշել ես արդեն իսկ
շատ այսպես մեղքեր թվեն դուք գիտեք ինքը եւ ինչի մեջ երբ որ ուզում ես գլուխ բարձրացնել եւ վերջ տնես եւ չարը միանգամից հարցակում է դրա հանդեպ ու գիտես ու ամեն բան սկսում է փչացնել եւ եթե մենք արդեն իսկ հաղթել ենք բայց այդ դժվարությունները քանի դեռ դու մոռացել ես բայց խոսքն ասում է ես հիշում եմ ինչպես որ Ամաղեկը արավ Իսրայելին Այսինքն այդ չարիքը որ կա այդ պատերազմի մեջ որ անցել ես, երբ որ չարը քեզ շատ անգամ խանգարել է եւ փչացրել է որ դու սրբես եւ քայլես սրբությունից սրբություն, եթե դու մոռացել ես այդ տանջանքն ու տարապանքը, Աստված չի մոռացել։ Եվ Աստված ուզում է որ այդ պատերազմը որ դու անցել ես եւ հաղթել ես, այդ ամուր պահես։ Գիտես, շատ ժամանակ մեղքեր կան որ դու հաղթել ես Բայց չգիտես որտեղից որտեղ իրանք հայտնվում են։ Ու դու պետք է միշտ հաղթող լինես։ Միշտ ջարդես սատանայի գլուխը։ Խոսքի մեջ է գրած, ինձ չեմ հնարավոր չէ, այդպես գրված է։ Պետք է քայլել օծի գլխի վրա, ինչպես խոսքի մեջ գրված է։ Փառք Աստծուն եւ պատգամ կա, ասում է ես հիշում եմ այս ամեն ինչը։ Եվ ասում է հիմա գնա եւ Ամաղեկին զարկիր եւ նրա բոլոր ունեցվածքը նզովիր, այսինքն փչացրա ինչ որ ունի չունի, ունեցվածքը մենք հասկանում ենք շատ բաներ։ Մի ասում, չի ասում ձեռքից վերցրա։ Եվ նրան չխնայես։ Շատ ժամանակ գիտես մենք երբ որ չարից պրծնում ենք, ինչ որ փոքր մեղքեր կան, որ ափսոս ենք անում, այս մի չգիտես ինչը, թող մնա։ Եթե ես ասեմ, թե ժամանակ կար, որ ինչ-որ մեկ ինձ ոսկյա մատանի էր նվիրել, թանկ բան է։ Բայց չգիտես, ամեն անգամ ես տեսնելով դա ինձ վատ բան էր հիշեցնում, որ ինքը ոնց որ կաշառքի պես տված էր ինձ։ Սա օրինակի համար եմ ասում, ես երբ որ այդ մատանի կորավ, ես ավելի շատ ուրախացա, չերմոնից շատ պրծավ, շատ նավեր։ Գիտես շատ ժամանակ բաներ կա, որ մենք չենք կարող թողնել։ Ես ամեն ինչ արել ես, ամեն ինչ վերջացրել ես, բայց փոքր մանր մունր ինչ-որ բաներ կա, որ մինչև վերջ պետք է անենք եւ ինչպես խոսքի մեջ գրված ասում է չխնայես։ Եվ կմերցնես, այնտեղ ավելի առաջ է գնում։ Մարդից մինչև կին, երեխայից մինչև կաթնակեր, արջարից մինչև ոչխարները Եվ ուխտից մինչև էշը ամեն ունեցվածքից ասում ոչ մի բան քեզ պետք չի։ Այստեղ թվում է, թե սա դաժան բան է խոսում, բայց Աստված ուզում է, որ այդ թշնամին որ կա, որ գլուխ չբարձրացնի մեր կյանքերի մեջ։ Եթե մի բան արել ենք, մինչև վերջ պետք է գնանք եւ մինչև վերջ քանդենք սատանայի գործը մեր կյանքերի մեջ։ Որ Աստված ուզում է որ մինչև վերջ քո գործը կատարես եւ չթողնես։ Գիտես, ես միշտ ասում եմ, օծին ծև ու սպիտակ չկա, ինքը մեկը օծ է։ Ինչքան ուզում ես անունը փոխի։ Ու գիտես ինչ ուզում ես անել, հիմա ասենք մարդիկ կան ասում, չէ, ես չեմ ծխում, էլեկտրոնային սիգարետ եմ ծխում, որ ինքը մենակ ինչ-որ այսպես դուրս է գալիս, բայց չգիտես ինչ անուններ են տալիս, ինքը չգիտես ինչ հոտ ունի, համ ունի։ Գիտես, դու կամ ծխում ես, կամ չես ծխում։ Չկա է, նիտրալ վիճակը չկա։ Այսինքն ժամանակ կա, որ մարդիկ իրանք իրենց խաբում են։ Կամ դու բամբասում ես, կամ չես բամբասում, կամ դու ստում ես, կամ դու չես ստում։ Կամ դու այդ մեղքի մեջ ես, կամ դու չես։ Կամ դու Քրիստոսի հետ ես։ Այդ երկրորդ տարբերակը չկա։ Եթե Քրիստոսի հետ ես, ուրեմն Քրիստոսի հետ ես։ Իսկ եթե Քրիստոսի հետ չես, այսինքն դու Քրիստոսի հետ չես։ Այդ տարբերակները որ կա, գիտես, մենք պետք է շատ կոնկրետ հասկանանք։ Եթե ենք, ուրեմն ենք, եթե չենք, ուրեմն Քրիստոսի հետ չենք։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ուրեմն գործ կա, որ Տերը տվել է հասել ամես, որ մենք մինչև վերջ պիտի կատարենք։ Թվում է այստեղ միացող դաժանություն է, բայց երբ որ գալիս է հարցում է մեր հոր, հոգևոր հոր, թշնամու գործը քանդելու մեջ, մենք այդ գործը եկեք մինչև վերջ անենք։ Մինչև վերջ։
որ ասենք մինչև վերջ, որ իշխանությունները չունենա քո վրա, դու մինչև վերջ հաղթանակը տարել ես, դրոշը բարձրացրել ես ու փառք Աստծուն այդ ամեն բանի մեջ։ Հաղթանակը պահելով երբեմն մարդիկ թուլանում են եւ այդ դռներ կա, որ հոգեվոր դռների մասին ես շատ խոսել եմ ու խոսել, դրանք մտքերն են եւ մտքերից բացի մեղքերն են, որ մարդ շատ ժամանակ սատանան նորից չգիտես ինչ ճամփիկով գալիս է եւ նորից սկսում է բնակվել եւ խոսքի մեջ չեմ ուզում սրա համար երկար խոսամ, բայց Աստվածաշունչը խոսում ասում է, երբ որ սատանեն չարը գնալով մանա գալիս եւ տեղ չի գտնում, հետա վերադառնում, գալիս իր տունը տեսնում է մաքրված, հարդարված եւ ինչ անում, ասում է իրենից ավելի զորավոր 7 դևերի վերջում եւ գալիս բնակվում է իր ներսը։ Այսօր պետք է հասկանանք, որ այդ պատերազմը անելով մենք պետք է հաղթանակը պահենք, որ այդ ամուր պարիսպները պահենք, որ մեր ներսը լինի Քրիստոսի տաճար։ Եվ խոսքն ասում է, որ մենք Տիրոջ տաճարն ենք, կենդանի Տիրոջ տաճարն ենք, որ պետք է մեր ներսը թագավորի Հիսուս Քրիստոսը։ Մեր Աստված պետք է մեր ներսը թագավորի, փառք մեր Աստծուն։ Տիմոթեոսի 4:7-ում մի տեղ կա, եւ այստեղ այսպես է վերնագրված, որ Պողոս առաքյալի վստահությունը պատերազմի հանդեպ։ Ես այնտեղ վստահություն կա, որ խոսքերը կարդում ես, ինքը այսպես խոսում է, որ վստահ, որ այսին պատերազմս պատերազմեց, եկեք այդ տեղերը կարդամ։ Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, միթե սա այս խոսքերը պարզ չի, որ վստահություն մարդը խոսում է։ Պողոս առաքյալը կոնկրետ խոսում է, որ այսին պատերազմս արել է։ Եթե ես եւ դու մենք մեր պատերազմը չանենք, ով պետք է մեր տեղը պատերազմ անի։ Ով պետք է քո տեղը կռիվ տա մեղքի հետ։ Գիտես շատ ժամանակ, երբ որ մարդիկ կան, որ իրենք չեն պատերազմում իրանց տեղը, ես հասկանում եմ, որ մենք այնտեղ ողջ չունենք։ Կարող ես հորդորել, կարող ես սովորեցնել, կարող ես կանգնեցնել, կարող ես իր համար աղոթ կանել, բայց ինչ անի։ Ես իրոք մարդիկ կան, որ ընդհանրապես կռիվ չեն տալի։ Մեղքի հետ պետք է մենք կռիվ տանք ու պետք է քայլենք եւ քանդենք սատանայի գործերը։ Սա շատ կարևոր է։ Նորից այդ տեղերը կարդամ, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, այսուհետև մնում է ինչպես արդարության պսականը, որ Տերը կտա ինձ այն օրումը, արդար դատավորը, եւ այստեղ մի հետաքրքիր խոսք ասում, եւ ոչ միայն ինձ, այսինքն ոչ միայն իրանք ձեզ էլ, ովքեր որ այդ բարի պատերազմ անելու են, Աստված այդ պսակը տալու է ձեզ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Որ սիրեցին նրա հայտնությունները, սիրում ենք նրա հայտնությունները։ Փառք Աստծուն, սիրում ենք Տիրոջը, որը պատերազմ ունենք։ Այսինքն հիշի, եթե դու հոգևոր ես, եթե դու առողջ քրիստոնյա ես, այդ պատերազմը նորմալ է որ կա։ Այսինքն մտքի հարցակում կա, պատերազմ կա, արդյունքս կռիվ կա։ Իսկ եթե դու մեղքի հետ կռիվ չես տալիս, որտեղ ոչ մի պատերազմ չկա, դու մեղքի մեջ ես արդեն։ Եվ գիտես խոսքն ասում է, որ մեղքից որ մենք պարտված ենք, նրան ծառայենք։ Որ մեղքի մեջ, եթե մենք կռիվ չենք տալիս, ինչ մեղքից որ դու պարտվել ես եւ կռիվ չես տալի, դու այդ մեղքի կոնկրետ ծառայես։ Երբ որ եկավ Տիրոջ խոսքը եւ ինչ արեցին նրանք։ Գնացին պատերազմ արեցին եւ ոչնչացրեցին ահագին բաներ եւ նրանից հետո մենք տեսնում ենք, որ Սավոթ թագավորը Տիրոջ խոսքին չնազանվելով ինչ արեց։ Վերցրեց այն ամենալավ գառներից, ամենապարարտ կենդանիներից նա վերցրեց իր մոտ։ Այսինքն նա չթողեց այդ ամեն ինչը։ Նա չթողեց այդ ամեն ինչը եւ վերցրեց եւ Տիրոջ խոսքը Սամուելին եղավ։ Զղջացի, որ Սավուլին թագավոր եմ արել։ Եվ Տերը խոսում է, ասում է, եւ Սամուելը ասում է, եւ ամբողջ գիշեր աղաղակեց եւ աղոթ կարա։ Այսինքն Տիրոջ աչքին հաճելի չի, որ եթե մենք մի գործ անում ենք, մինչև վերջ չենք անում։ Եվ Աստված մեզ համար մեզ պատերազմ անելով, ես հաղթել եմ աշխարհին, բայց մենք էլ ունենք մեր պատերազմը, այսօր մենք էլ պետք է պատերազմենք եւ քայլենք առաջ։ Մեղքին պետք է հակառակվենք, Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Եվ այստեղ գիտես Սավոթ թագավորը գալիս եւ Սամուելին խոսում ասում է Սավոթը
Սամուելը Սաղմոնի մոտ գալով եւ նրան ասեց. «Տերից օրհնյալ լինես, քո խոսքը կատարեցի»։ Գիտես, խոսքը կատարելը, բայց շատ հերի։ Եվ չի հնազանդվի։ Գիտես, շատ բաներ կա, որ մենք կարող է մեր դերինի հետ խոսենք, ինչ-որ գեղեցիկ ձևի պատմենք, բայց մենք մեր հոգու ներսում բաներ կա, որ հասկանում ենք, որ մեր գործը մինչև վերջ չենք արել։ Այսպես դու այդ խոսքը, որ կարաս քո դերինին ասես, այս քո ներսում դու հասկանում ես, որ դու գործ ունես, պատերազմ ունես եւ քո գործը պետք է կանես մինչև վերջը։ Եվ այստեղ խոսումը ասում է, եւ Սամուելն ասեց, ապա այդ ոչխարների ձայնը ինչ է որ գալիս է։ Եվ այստեղ ինքը խոսումը ասում է, այստեղ գիտես, ինքն է արդարացումը, որ կա, տարբերությունը սրա մեջ է, երբ որ Դավիթ թագավորը մեղք գործեց, ինչ արավ, ասավ, ես մեղանչեցի եւ քուրձու մոխի հագավ եւ պարկեց բերանի վրա գետնին չէ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Սաղմոնը սկսում է արդարանել, ասում է, քո ժողովուրդը խնդրեց ինձ եւ ասում է, նրանք քո Տեր Աստծո համար զոհ մատուցանելու համար պայեցին։ Միթե Աստված է մի քանի չգիտես ինչին էր պետք։ Եվ գիտես այդ կեղծ խոնարհությունը որ կա, երբեմն ինչ-որ գործեր ես կատարում, զոհաբերություններ ես անում, դու կարող ես ամբողջ մի հատ ծերանոց կերակրես, դու կարող ես ինչ-որ շատ մարդկանց բարի գործեր անել, բայց ինչ-որ պղծությունների հետ գործ ունենաս։ Ու բերես ցույց տաս, թե Տիրոջ համար եմ արել։ Բայց Աստված չէ, որ իրան պատվիրել էր ասել էր, որ մինչև վերջ կվերացնես եւ ոչ մի բան չթողնես եւ ոչ մի բան չխնայես։ Բայց երբեմն մեր կյանքերի մեջ մենք վերցնում ենք եւ ինչ-որ գործեր, ինչ-որ պատճառներ ու այսինչ գիտես, ինչ-որ մարդիկ կան, որ մեղքի մեջ լինելով ինչ-որ պատճառ են բռնում, բա գիտես, ես երեխեք եմ պահում, չգիտես ու չես, շատ բաներ կան։ Ես դու կարող ես արդար ճանապարհով ու ճիշտ անելով սրբության մեջ քայլես եւ Տիրոջը հաճելի լինես։ Եվ այստեղ առաջ թագավորած 15-րդ գլխի մեջ 22-րդ խոսքում ասում է եւ Սամուելը ասեց. «Միթե Տիրոջը այնքան հավանելու է ողջակեցները, զոհերը ինչպես Տիրոջ ձայնը լսելու եւ ահա հնազանդությունը զոհից ավել է ականջ դնելով խոյերի ճարպին»։ Եվ այստեղ մենք բոլորս լավ գիտենք հնազանդությունը զոհից ավել է։ Եվ այստեղ մի հատ մեծ բանալի կա, որ մենք պետք է հասկանանք, որ եթե Տերը քեզ իշխանություն է տվել, որ քանդես սատանայի բերդերը, ինչպես խոսքի մեջ է գրված, ամեն բանից առաջ պետք է հնազանդություն անենք Աստծուն։ Հնազանդություն անենք Աստծուն, վերջերս մի լավ խոսք կար, որ այստեղ տեղադրված էր Սաղմոս 34:14-ում ասում է հեռացիր չարից եւ գործիր բարի։ Մենք ամենօրյա խոսք ունենք, սա որ երկու օր առաջ ա եղել, այդ խոսքը շատ ինձ սրտից կպավ եւ խոսքն ասում է հեռացիր չարից եւ գործիր բարի, խնդիր խաղաղություն եւ նրա ետևից գնա։ Ես սա գործ ա, որ ես պետք է քո տեղը չանեմ։ Սա գործ ա, որ դու ինքդ պետք է հեռանաս չարից։ Բաներ կան, գիտես, ես չգիտեմ քո այդ որ կողմից է չարը գալի քեզ գայթակղեցնում։ Ամեն մարդ ունի իր պատերազմը։ Ամենքս մեր կյանքի մեջ ունենք մեր ճանապարհը, որ մենք անցնում ենք։ Ես չգիտեմ դու որ մասով ես անցնում, որ կողմից է քո ամեն ժամանակ չարը գիտի մեր թույլ տեղերը։ Եվ գալիս եւ հասնում է, եւ մենք գիտենք որ չարը գալիս է ինչ անելու, փչացնելու, քանդելու եւ սպանելու, չէ՞ իր գործն է դա։ Եվ խոսքն ասում է հեռացիր չարիցը եւ գործիր բարի։ Այսինքն սա պատվեր է, որ ես ինքս հեռանամ չարից, այսինքն գործ կանելու։ Ուղղակի չասեմ հեռանում եմ չարից, ոչ, այսինքն ոնց է որ դու քո երեխին ասում ես կոմ արի, գործ չունես։ Հեռու մնա, չէ՞։ Այսինքն գործ կա, այսինքն հեռու մնա, այսինքն պետք է հեռանաս։ Սա շատ, գիտես, կարճ խոսք է, բայց շատ մեծ ծավալուն խոսք է, որ սա պատվեր է, որ մենք ինքներս պետք է հասկանանք։ Հեռացիր չարից եւ գործիր բարի։ Այդ գործել բարին շատ բաներ կա, որ եթե հասկանում ես, որ Տիրոջ խոսքի մեջ գրված է, ասում բարին դիտես եւ դու չանես, դա ի՞նչ է։ Մեղք է։
Իրոք գործեր կան, որ շատ մեծ գործեր կան, որ բարի է, բայց մենք գիտենալով կարող ենք շատ բաներ այսօր կարող ենք մեզ թույլ տալ, դա չենք անում։ Չգիտես ինչի։ Դες եկան բարի գործեր կան, որ մեզից ոչ մի բան չի դեմ, չէ՞ ճուր, ոչ մի բան չանես, բարի կանես, ոչ։ Դու կարաս ոչ մի բան չանելով չես կարող, մի փոքր քեզ նեղություն ես տալ, բայց գիտես այդ շատ մեծ բաներ կա, որ մենք կարող ենք անել։ Անգամ մեկին դու կարող ես զանգել եւ հարցնել ոնց է ողջ լինելը եւ այդպես շատ բաներ ու հոգեվոր խորհուրդներով, չգիտես, շատ բաներ, ոչ միայն այս, նույնիսկ կարող ֆիզիկապես ինչ-որ բաներ են։ Ու քեզանից ոչ մի բան ասենք կնեն չէ դու կախկատանաս։ Եվ խոսքը ասում է հեռացիր չարից եւ գործիր բարի։ Խնդրիր խաղաղություն եւ նրա հետևից գնա։ Խնդրեցեք խաղաղություն։ Երբեմն մենք ասում ենք ով էսի չէ Աստված ջան, կլինի այս խնդիրը վերջանա, գիտես, ես կուզեմ այս ամեն ինչը վերջանալ, ամեն բանը վերջանալ ու հանգիստ ապրել։ Գիտես, երբեմն Աստված բերում է իրավիճակները, որ այդ խնդրած խաղաղությունը բերում Աստված։ Բայց երբեմն այդ բերած խաղաղությունը, որ կա, մենք չենք ուզում խաղաղության մեջ կենալ։ Խոսքն ասում է եւ նրա հետևից գնա։ Գիտես, շատ ժամանակ այդ փոթորիկները, երբ որ կանգնում են Տիրոջ ողորմությամբ, որ իմ կյանքից մեջ որ կանգնել են, ես պետք է դա գնահատեմ, որ այդ փոթորիկը կանգնել է, եւ այդ առողջական խնդիրներից ես վերջացել եմ կյանքիս մեջ։ Եվ այդ խաղաղության մեջ մնալու համար նորից գործ կանելու, ես չեմ անելու քո տեղը։ Այդ խաղաղության մեջ պետք է խելոք մնաս քո տեղը։ Հիմա կասես ինչ է չարություն եմ արել, ինչ խելոքի բան կա, գիտես։ Այդ խաղաղությունը մենք ինքներս պետք է պահենք։ Գիտես, շատ ժամանակ այսպես չեմ ուզում իմ թեմայիցս դուրս գամ, շատ ժամանակ այդ խաղաղությունը մենք պետք է պահենք։ Շատ ժամանակ այդ խաղաղությունը դժվար է պահելը, բայց երբ որ դու պահում ես, սկսում ես վայելը։ Նորից այստեղ ուզեմ որ գրեք ձեր տետրների մեջ, ես միշտ ասում եմ, որ լավ կլինի, որ ունենանք ձեր ձեռքի տակ, որ նշեք այդ տեղերը, Սամոս 34:14, հեռացիր չարից եւ գործիր բարին, խնդրիր խաղաղություն եւ նրա հետևից գնա։ Սա 4 բանը, 4 կետա, որ այդ 4 կետը մենք պետք է պահենք ու հասկանանք։ Սա գործը, որ պետք է անենք։ Խնդրեք խաղաղություն եւ նրա հետևից գնանք։ Երբ որ խաղաղությունը գալիս է, պետք է այդ խաղաղությունը հասկանանք, որ եկել է, գնահատենք Աստծուց, գոհանանք Աստծուց եւ այդ խաղաղության մեջ մենք պետք է կանենք։ Եվ այստեղ այս հնազանդություն եւ անհնազանդությունը որ կա, սա մի մեծ բանալի է, երբ որ մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ես քո կյանքի մեջ դու հաջողակ լինես եւ կարողանաս իշխանություն ունենալ չարի վերած խնդիրների, ես ասեմ, որ երբ որ չարը բերում է իր գայթակղությունները, չարը բերում է իր խնդիրները, ասեմ, որ ինչպես խոսքի մեջ գրված ասում, որ հնազանդվեք Աստծուն եւ հակառակացեք սատանային, ես սրա մասին շատ եմ խոսացել, բայց Աստվածաշունչը խոսում ասում է, մեզ համար դժվար չի կրկնել այդ ամեն ինչը, բայց ձեզ համար ապահովություն է, չէ՞, գրված է խոսքի մեջ այդպես։ Այսպես բաներ կա, որ ես երբ որ այստեղից մի քիչ շուտ կասեմ, դեռ չոր մոռացել եմ։ Սա շատ կարևոր է, որ մենք հիշենք, որ պետք է ամեն բանից առաջ, երբ որ դու հնազանդվում ես Աստծուն, սա մի մեծ բանալի է, որ մենք պետք է հասկանանք, սա ամբողջ այդ խնդիրը որ կա, եթե դու խոնարհվում ես Աստծուն, եթե դու հնազանդվում ես Աստծուն, Աստված քո ձեռքը տալիս է իշխանությունը եւ սկսում է գործել։ Այդ ժամանակ, երբ որ դու խոնարհվում ես եւ գալիս է քո կյանքի մեջ հնազանդություն, Աստված բնակում է քո սրտի մեջ։ Եվ իմիններից, չէ՞, խոսքն ասում է իմիններս կճանաչեն իմ ջանցայինս։ Գիտես, եւ խոսքի մեջ ասում է, որ կան գառներ, որ կան աջ կողմը եւ ձախ կողմը, չէ՞։ Այծերը։ Գիտես, շատ ժամանակ ուզես թե չուզես, երբ որ գալիս է անհնազանդությունը, դու արդեն Քրիստոսի մեջ ես։
դու արդեն Աստծունը չես։ Դու արդեն ջոկում ես, դու կանգնում ես աչքում եւ ասում ես նրանք կանգնեն աչքում եւ կանգնեն զախում։ Հնազանդություն եւ անհնազանդություն։ Հնազանդություն, անհնազանդություն։ Անում ես Տիրոջ կամքը եւ չես անում Տիրոջ կամքը։ Այստեղ ես եւ դու ենք որոշում։ Քայլում ենք Տիրոջ կամքի մեջ, չենք քայլում Տիրոջ կամքի մեջ։ Տիրոջ բանակի մեջ ենք եւ թե Տիրոջ բանակից դուրս ենք։ Տիրոջ զորությունը գործում է մեր կյանքի մեջ, Տիրոջ զորությունը քո կյանքի մեջ գործ ունի։ Աստծո պաշտպանությունը քեզ հետ է եւ Աստծո պաշտպանությունը քեզից գնացել է։ Եվ խոսքի մեջ խոսում է եւ այն ժամանակ Սամուելը նրան ասեց. այսօր քո վրայից Իսրայելի թագավորությունը կպատրեմ եւ նա քեզանից վեր կառնեմ։ Այսինքն բաներ կա, որ Աստված սպասում է մեր որոշումներին։ Եթե մնում ենք Տիրոջ պաշտպանության մեջ, եթե մենք հնազանդվում ենք Աստծուն, Աստծո այդ պաշտպանությունը, զորությունը, իշխանությունը բոլորը մեզ հետ է։ Գիտես, մենք ենք այսօր որոշում, մնանք Տիրոջ հետ, օրհնված լինենք, թե դուրս գանք եւ Տիրոջ պաշտպանությունից եւ քայլենք անեստերի մեջ։ Ես միշտ դժվար է բառերից ասելը, բայց դա այդպես է կա։ Կա օրհնություն, կա անեսք։ Այսօր մենք ենք որոշում մեր ձեռքով։ Այդ խաղաղությունը, որ կա, պահենք եւ մնանք Տիրոջ խաղաղության մեջ։ Այդ գործը, որ կա այդ պատերազմը, ես ձեր տեղը չեմ կարող պատերազմել։ Ամեն մեկս ունենք մեր պատերազմի դաշտը, ամեն մեկս ունենք մեր պատերազմը, ամեն մեկս այդ բարի պատերազմը, հենց այդ բարի պատերազմի մասին է խոսքը այսօր։ Եկեք այդ բարի պատերազմը պատերազմենք։ Եվ այստեղ անհնազանդության մասին մի փոքր խոսեմ։ Որովհետև ապստամբությունը ում դեմ ապստամբությունը, Տիրոջ դեմ։ Եթե մենք անհնազանդություն ենք անում, դա ապստամբություն է։ Ապստամբությունը կախարդության մեղքի պես է։ Այս մարդիկ կան, որ ասենք ոնց որ կախարդված է, իր համար խոսես, չխոսես, Աստվածաշունչը լավ գիտի, բայց ինքը կախարդված է, ինքը լավ գիտի Տիրոջ կամքը, բայց չգիտես ինչի, ինքը մեղքի մեջ է։ Երբ որ գալիս է այդ ապստամբությունը, անհնազանդությունն ու ապստամբությունը իրար բարեկամ են, իրար շատ մոտիկ, իրար մեկը մյուսին լրացնող են։ Եվ խոսքն ասում է, որ որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես է։ Եվ այստեղ հաջորդ խոսքն ասում է, եւ անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նաեւ քեզ պետք է մերժի, եւ ասում է քո թագավորությունը կպատռվի քո վրայից եւ ասում է քեզնից կառնվի։ Եկեք այսօր այդ խաղաղությունը, որ կա խաղաղության մեջ ենք, թույլ չտանք, որ չարը գա մեզից վերստեք ամեն ինչ։ Եվ այսօր գիտես, այդ թագավորությունը, որ կա, երբ որ Սաղմոնի վրայից վերցվեց, այսօր դա քո կամֆորտն է։ Ես գիտեմ, որ Տիրոջ խաղաղության մեջ, երբ որ բնակվում եմ, Տիրոջ օրհնության մեջ, եթե մարդը բնակվում է, դա այն դու կամֆորտը սկսում ես վայելել։ Դա այս այդ թագավորությունն է, որ դու կարող ես երկրի վրա նույնպես թագավորես։ Այսպես դու կառավարես, դու իրավիճակները դու հսկես, դու անցնես այդ ճանապարհը ոչ թե կոտրված, ջարդված, այլ զորացած եւ այդ զորությունը քո ձեռքի մեջ ունի։ Այսպես մենք ենք որոշողը։ Հնազանդվենք Աստծուն։ Եթե ես հնազանդվում եմ Աստծուն, ես արդեն կանգնում եմ աջ կողմը։ Իսկ եթե չեմ հնազանդում, անհնազանդությունը ինձ բերում է ձախ կողմը կանգնում։ Այսօր էլ եմ ասում, այդ կռիվը որ կա, այդ կռիվը տալով դու ես որոշում, կանգնում ես ձախ կողմը թե աջ կողմը։ Հնազանդվես Աստծուն, թե անհնազանդության մեջ մնաս։ Արդեն
մոռացել են զախնու աչի հնազանդությունը ես կողմը, թե անհնազանդությունը, բայց ինչևից է մենք գիտենք։ Գիտես, եթե ես աշխում զախնեին այստեղ խառնեմ, բայց Սուրբ Հոգին ձեզ հիշեցնում է, որն է հնազանդությունը և անհնազանդությունը։ Գիտես, ամեն անգամ, երբ որ մենք կանցնում ենք այդ ճանապարհներով, երբ որ մենք կռիվ ենք տալիս, մենք գիտենք որն է Տիրոջ կամքը։ Եթե ես հնազանդվում եմ Տիրոջը, ինչպես անհնազանդություն ունի իր վարձքը, նույնպես էլ հնազանդությունը ունի իր վարձքը, որ շատ քաղցր և ողջություն է Տիրոջ հետ քայլել է երկրի վրա։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ես կարդամ Տիմոթեոսի խոսքերը, որ շատ կարևոր է։ Երկրորդ Տիմոթեոս 4-5 խոսքերը, 4 գլուխ 5-ից 8 խոսքերը։ Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի։ Էլ եմ խոսում սրա մասին։ Շատ մեծ վստահությամբ Պողոս առաքյալը խոսում է։ Բարի պատերազմս պատերազմեցի։ Ընթացքս, այսինքն իմ ընթացքս, քո ընթացքը պետք է կատարես։ Ընթացքս կատարեցի։ Հավատքս պահեցի։ Այսուհետ մնում է ինձ արդարության պսակած, որ Տերը կտա ինձ այն օրումը արդար դատավորը։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը պսակի համար, փառք մեր արդար դատավորի համար, որտեղ Աստված, գիտես, այդ դժվարությունների միջով, երբ որ դու անցնես եւ խոսք էստեղ սկսում է մի քիչ վերևից, բայց դու արտուն կաց, ամեն բանի մեջ նեղություն կրելով, այնպես չի որ հեշտ է, այդ պատերազմը մտնելով հեշտ չի, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ես հաղթել եմ աշխարհին։ Չվախենակ, ես հաղթել եմ աշխարհին։ Եթե ես ասեմ կարող եմ մտածես վախենամ, չվախենամ, բայց Քրիստոսն ասում է չվախենակ, ես հաղթել եմ աշխարհին։ Մեր զորքի զորավորը Քրիստոսն է։ Քայլի քո պատերազմը դարամիջով։ Փառք Աստծունի խոսքի համար, եկեք կանգնենք եւ աղոթք տեսնենք։